Ինչ է կատարվում, եթե դա ձեզ հետաքրքրում է իհարկե, խորհրդարանական ընդդիմության միջև։ Գիտեք, դա մեզ քիչ հետաքրքիր է։ Քիչ է հետաքրքրում։ Իհարկե, դա մեզ քիչ հետաքրքիր է։ Ինչու՞ պետք է հետաքրքրի, եթե նրանք պարակտվեն ավելի լավ ձեզ համար։ Մենք դրա խնդիրը չունենք։ Մենք մեր արժեվ հետեւյալ խնդիրն ենք դրել, որ առնվազն ընտրությունները պետք է անցնեն այնպես, ինչպես նախորդ երկու համապետական ընտրություններին է եղել, եւ սա երրորդը պետք է լինի, ամենաժողովրդավար ընտրություններն են, եւ սա բավական է, որ մենք նաեւ հնարավորություն ստեղծենք, եթե ժողովրդի կողմից կան ուժեր, որոնք պետք է խորհրդարան անցնեն, ապա իրենք լիարժեք հնարավորություն ունեն ժողովրդի կողմից քվե ստանալու եւ անցնելու խորհրդարան։ Դե չէ, այստեղ հանգուցային հարց կա, եթե Եվ ի վերջո հետեւյալը է։ Երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական ուժերը եթե միավորվում են, նաեւ հետեւյալի մասին Գյումրի օրինակն ենք ստանում, չէ, որը այսօր Ես կարծում եմ, այստեղ Գյումրու օրինակը այնքան էլ տեղին չէ, ընդհակառակը Գյումրու օրինակը եւս մեկ վկայություն է այն մասին, որ ինչպես կարող են ժողովրդին խաբել եւ գյումրեցիները շատ լավ հասկացել են ինչպես խաբելու մասին է, չէ, ինչպես խաբել։ Այլևս մենք այդ փուլը հաղթահարել ենք եւ որպես իշխանություն դա թույլ չենք տալու եւ եթե տեղական ընտրություններին ժողովուրդը որոշել է որևէ քաղաքական ուժի ձայն տալու, մենք այդ մասին նաեւ Գյումրու ընտրություններին բարձրաձայնել ենք, որ այս ուժերը ովքեր իրար դեմ նույնիսկ իրար հայհոյում են, իրար թշնամի են ներկայանում, ի վերջո այս մարդիկ իրենց սկզբունքները դնելու են մի կողմ եւ պարզապես միանալու են եւ դաշինք են ձևավորելու եւ անցնելու են։ Մենք դրա մասին ժողովրդի հետ բաց ենք խոսել եւ եթե այդքանից հետո ժողովուրդը նման որոշում է կայացրել մտածելով որ մենք պարզապես ասել ենք որպեսզի մեր ձայները ավելանան մեր խոսքերի վկայությունը ընտրություններից հետո տեղի ունեցած process-ներն են եւ սա ժողովուրդը տեսնում է եւ ըստ էության գյումրեցին եւս մեկ անգամ հասկացավ որ չպետք է նման ճանապարհով գնա որովհետեւ այս ուժերը ովքեր ժամանակին իշխանություն են կազմել կամ արբանյակներ են եղել, հիմա պարզապես վարում են այն քաղաքականությունը, որ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ վարել են ժողովրդի նկատմամբ։ Լավ, ձեզ չի հետաքրքրում նաև հիմա, թե երկրորդի եւ երրորդի միջև այդ, չգիտեմ, բառը, որը ճիշտ կլինի, անհամաձայնությունը հին պատմություն է, թե նոր։ Գիտեք, դրանք կարող են նաև հին մինչ 18, հետ 18 վստահ եմ մինչ 18 թվականը 18-ից հետո երկուսից որևէ մեկը որևէ լեզա կամ հնարավորություն չի ունեցել 18-ից հետո որպեսզի այն կիսեն, բայց 18-ից առաջ միանշանակ ունեցել են կիսելու բան եւ ըստ էության իրենց մեջ խնդիրները պայմանավորված են մինչև 18 թվականի բազմաթիվ ոլորտների բաժանման կամ բիզնեսների եւ մնացած այլ։ Դա ձեր շահերից բխելու է, ուզեք թե չուզեք։ Ես եւս մեկ անգամ պետք է կրկնեմ, որ սա ոչ թե մեր շահերից որպես քաղաքական ուժի, սա ժողովրդի շահերից պետք է բխի, որովհետեւ բայց նորից պետք է կրկնեմ, որ ոչ թե սա մեր եւ ժողովրդի շահերից ըստ էության, որովհետեւ մենք ժողովրդի ներկայացուցիչներն ենք այստեղ, պետք է բխի, այլ այս մարդիկ պարզապես հետ վերադառնալու եւ իշխանություն կազմելու որևէ հնարավորություն չունեն։ Եվ իրենց ռեսուրսները պատերազմից հետո, որը ամենահավանականն էին համարում, դա 21 թիվն է։ Դուք ամենահավանական բանն եք ասում, բայց իշխանության կողքին կամ իշխանության մոտ գտնվելու հնարավորությունը ունեն։ Ես այդպես չեմ կարծում։ Որից հիմա էլ օգտվում են։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը շատ ավելի ժողովուրդը առնվազն ապրել է այդ տարիները եւ եթե մեզ ինչ որ պահի ցանկացած իշխանություն որևէ օր հեռանում եւ մեր նպատակն է որ մեզանից հետո պետք է ավելի լավ քաղաքական ուժ գա փոխարինելու որը Հայաստանի ժողովրդավարությունը չի սասանելու եւ այն ճանապարհը որով հիմա Հայաստանը առաջ է գնում շարունակելու են դա Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ ընտրություններում կարևոր են լինելու
Ես կարծում եմ ընտրություններում 26 թվականի ընտրությունները շատ կարևոր են լինելու Հայաստանի Հանրապետության համար մի շարք առումներով։ Հայաստանի Դա երևի ամենաազդեցիկ գործոնն է։ Հայաստանի Հանրապետության անկախության համար է կարևոր, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար է կարևոր, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար է կարևոր, Հայաստանի Հանրապետության արտաքին մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի Հանրապետության առջև եւ որոնք վտանգ են ներկայացնում այն 3 դրույթները, որոնք ես թվարկեցի, շատ կարևոր են այս առումով եւ շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը դա գիտակցի։ Այսինքն նպատակը ունենալ այդ պայմանագիրը, խաղաղության կոչվող պայմանագիրը Հայաստանի ունենալ։ Հանրապետության համար այս պայմանագիրը առաջին հերթին բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Երկրորդը լրիվ ուրիշ կարծիքի է, խաղաղության պայմանագիրը չի լինելու է թուղթ Փաշինյանի մասին։ Սա ով է ասում։ Սա ներեցեք, դուք եք ասում, սա Ես ցիտում եմ ասողին։ Թույլ տվեք, ես խոսքս ավարտեմ, որ ավելի կամ հարցս ավարտեմ, որ ավելի հռետորական է։ Սա դուք եք ասում, թե սա ասում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ նրանց շրջապատը։ Ես նորից ասեցի, այս ուժերը ըստ էության նպատակ ունեն վիճեցնելու այս process-ը, որովհետև այս process-ը Հայաստանի Հանրապետության ապագայի, Հայաստանի Հանրապետության հզորացման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության ամրապնդման համար է։ Եվ այս մարդկանց ձեռ չի տալիս, որ խաղաղության պայմանագիրը կյանքի կոչվի, որովհետև իրենց կառավարման տարիներին Հայաստանը պահել են կախյալ վիճակում ցանկացած պահի Հայաստանի Հանրապետության գոյությունը հարցականի տակ դնելով եւ այսպես իրենք կարողացել են տասնամյակներ շարունակ կառավարել եւ իրենց նպատակն է սա չունենալ գալ իշխանության եւ նման մեթոդաբանությամբ շարունակել կառավարել։ Այդ պայմանագիրը չի ուզում նաեւ ձեր նշած դրսի գործոնը, հա։ Միանշանակ։ Վաղը Լավրովն է գալիս Հայաստան։ Հայտնի է ձեզ օրակարգը, ինչ կա այստեղ։ Ես կարծում եմ այս առումով ճիշտ կլինի, որ արտաքին գործերի նախարարության մեր գործընկերները խոսեն։ Ես մտածեցի արդեն ինչ որ խոսակցություններ կան ներսում ազգային ժողովում։ Դրանից մեզ բաժին կհասներ։ Եթե նույնիսկ ճիշտ կլինի, որ մեր գործընկերները կառավարության խոսեն։ Դուք ունեք տեղեկություն, Ալբանիայում հանդիպումը մեր նախաձեռնությունն էր, թե Բաքվի։ Գիտեք, եթե տեսանյութից, որտեղ նաև ընդդիմադիրները փորձում են քննադատել եւ այլ ֆոնի տակ ներկայացնել, ես կարծում եմ ճիշտ կլինի, որ նաև մեր նախաձեռնությունը դա եղած լինի։ Թե ում նախաձեռնությունն է, ես չեմ կարող ասել, բայց ես կարող եմ ասել իմ դիրքորոշումը։ Ես շատ կարևոր եմ համարում մեր շփումները հարևան երկրների հետ։ Դա ոչ ոք չի կարող ժխտել։ Պետք է հարևանների հետ գտնել լեզու, դա ճիշտ է, բայց ինչ գնով դա է հիմնական քննադատը։ Միանշանակ եւ մենք մեր դիրքորոշումների մասին բարձրաձայնել ենք եւ որևէ բան փակ չենք պահել եւ հետեւյալը նորից պետք է կրկնեմ, մենք չենք կարող վաղը արթնանալ եւ լինել օրինակ Լյուքսեմբուրգի հարևանը կամ արթնանալ լինել Արգենտինայի հարևանը։ Մենք այստեղ ունենք հարևաններ եւ առնվազն պետք է ձգտենք այդ հարևանական հարաբերությունները ձևավորել։ Եվ դա առաջին հերթին Հայաստանի Հանրապետության շահերից է բխում։ Շատ լավ։ Եվ իհարկե նաև մեր տարածաշրջանի անվտանգության մասին։ Ուղղակի պետք է ավարտենք այսօր միտեղ հանդիպեցի ազգային ժողովի նախագահի բնորոշմանը այդ հանդիպմանը չեն բացառում Բաքվի այդ քննարկումները շարունակվեն երկրների ղեկավարների ձևաչափով սա լիդերների հանդիպման անոնսի տպավորություն է թողնում թե գուցե նաև եւ ես առնվազն ուրախ կլինեմ որ այդ շփումները շարունակվեն կամ ինտենսիվանան որովհետև դրանք միայն կարող են արդյունք բերել մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար։